Ամեն անգամ սամարացի կնոջ պատմությունը ընթերցելով, էլ ավելի շատ եմ լցվում Աստծո խոսքով։ Եկեք ընթերցենք Հովհաննեսի ավետարանից 4-րդ գլուխ 1-ից 42-րդ խոսքերը։ Երբ Հիսուսը իմացավ, որ փարիսեցիները լսել են, թե ինքը ավելի շատ աշակերտներ է ձեռք բերում եւ մկրտում, քան Հովհաննեսը, թեև Հիսուսը ինքը չէր մկրտում, այլ նրա աշակերտները, թողեց Հուդայի երկիրը ու կրկին Գալիլեա եկավ, եւ պետք է Սամարիայի միջով անցներ։ Արդ նա Սամարիայի մի քաղաք եկավ, որ Սյուքար էր կոչվում, մոտիկ այն ագարակին, որ Հակոբը տվել էր իր որդի Հովսեփին։ Այնտեղ էր գտնվում Հակոբի աղբյուրը։ Հիսուսը ճանապարհից հոգնած նստեց այդ աղբյուրի մոտ։ 6-րդ ժամն էր, սամարացի մի կին եկավ ջուր հանելու։ Հիսուսը նրան ասաց. «Ինձ ջուր տուր խմեմ», քանի որ նրա աշակերտները քաղաք էին գնացել ուտելիք գնելու։ Սամարացի կինը նրան ասաց. «Դու, որ հրեա ես, ինչպես ես ինձանից, սամարացի կնոջից խմելու ջուր ուզում», որովհետև հրեաները սամարացիների հետ չէին շփվում։ Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Եթե իմանայիր Աստծու պարգևը եւ թե ով է նա, որ քեզ ասում է, ինձ խմելու ջուր տուր, ապա դու նրանից կխնդրեիր, նա էլ քեզ կենդանի ջուր կտար»։ Կինը նրան ասաց. «Տեր, դու նույնիսկ դույլ չունես, իսկ ջրհորը խորն է, արդ կենդանի ջուր որտեղից ունես։ Միթե դու ավելի մեծ ես, քան մեր հայր Հակոբը, որ այս ջրհորը մեզ տվեց։ Ինքը, իր որդիները ու հոտերը խմել են սրանից»։ Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Ով այդ ջրից խմի, կրկին կծարավի, բայց ով խմի այն ջրից, որ ես եմ տալու նրան, նա հավիտյան չպիտի ծարավի։ Իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մեջ ջրի աղբյուր կդառնա, որ հավիտենական կյանքի համար կբխի»։ Կինը նրան ասաց. «Տեր, տուր ինձ այդ ջրից, որ չծարավեմ եւ չգամ այստեղ ջուր հանելու»։ Հիսուսը նրան ասաց. «Գնա ամուսնուդ կանչիր ու այստեղ արի»։ Կինը պատասխանեց. «Ես ամուսին չունեմ»։ Հիսուսը նրան ասաց. «Լավ ասացիր, ամուսին չունեմ, որովհետև դու 5 ամուսին ես ունեցել, եւ նա, ում հիմա ունես, քո ամուսինը չէ։ Դա ճիշտ ասացիր»։ Կինը նրան ասաց. «Տեր, տեսնում եմ, որ դու մարգարե ես։ Մեր հայրերը այս լեռան վրա երկրպագություն են արել, իսկ դուք ասում եք, թե Երուսաղեմում է այն տեղը, որտեղ պետք է երկրպագություն անել»։ Հիսուսը նրան ասաց. «Կին, հավատա ինձ, որ ժամանակ կգա, երբ ոչ այս լեռան վրա, ոչ էլ Երուսաղեմում կերկրպագեք հորը։ Դուք երկրպագում եք նրան, ում չգիտեք, մենք երկրպագում ենք նրան, ում գիտենք, որովհետև փրկությունը հրեաներից է։ Բայց ժամանակ կգա եւ արդեն եկել է, երբ ճշմարիտ երկրպագողները կերկրպագեն հորը հոգով ու ճշմարտությամբ, որովհետև հայրը իրեն այդպիսի երկրպագողներ է ուզում»։ Կինը նրան ասաց. «Գիտեմ, որ գալու է Մեսիան, որ Քրիստոս է կոչվում։ Երբ նա գա, մեզ ամեն ինչ կպատմի»։ Հիսուսը նրան ասաց. «Ես եմ քեզ հետ խոսողը»։ Եվ այդ ժամ եկան նրա աշակերտները ու զարմանում էին, որ նա կնոջ հետ էր խոսում, բայց ոչ ոք չասաց. «Ինչ ես ուզում» կամ «Դրա հետ ինչ ես խոսում»։ Կինը թողեց իր կուժը, գնաց քաղաք ու մարդկանց ասաց. «Եկեք տեսեք մի մարդու, որն ինձ ասաց այն ամենը, ինչ արել եմ, արդյոք նա է Քրիստոսը»։ Եվ ելան քաղաքից ու նրա մոտ էին գալիս։ Այդ ընթացքում աշակերտները նրան խնդրում էին ու ասում. «Ռաբի, հաց կեր»։ Իսկ նա նրանց ասաց. «Ես ուտելու կերակուր ունեմ, որ դուք չգիտեք»։ Աշակերտները իրար մեջ ասում էին. «Գուցե մեկը նրան ուտելիք է բերել»։ Հիսուսը նրանց ասաց. «Իմ կերակուրը այն է, որ ինձ ուղարկողի կամքը կատարեմ եւ նրա գործը ավարտին հասցնեմ։ Արդյոք դուք չեք ասում. 4 ամիս եւս եւ հունձը կհասնի։ Ահա ես ասում եմ ձեզ, բարձրացրեք ձեր աչքերը ու տեսեք արտերը, որ սպիտակել են ու արդեն հասել հնձի համար։ Հնձողը վարձ է ստանում եւ հավիտենական կյանքի համար պտուղ հավաքում, որպեսզի ուրախանան եւ սերմանողը եւ հնձողը, որովհետեւ սրանով է ճշմարիտ այն խոսքը, թե այլ է սերմանողը եւ այլ հնձողը։ Ես ձեզ ուղարկեցի հնձելու այն, ինչ դուք չեք մշակել։ Ուրիշները աշխատեցին, իսկ դուք նրանց վաստակի մեջ մտաք։ Եվ այն քաղաքի սամարացիներից շատերը հավատացին նրան այն կնոջ խոսքի համար, որ վկայեց, թե ինձ ասաց այն ամենը, ինչ ես արել էի։ Արդ, երբ սամարացիները նրա մոտ եկան, խնդրեցին նրան, որ իրենց հետ մնա, եւ նա 2 օր այնտեղ մնաց։ Եվ ուրիշ շատերն էլ նրա խոսքի համար հավատացին նրան։ Եվ կնոջը ասում էին. «Այլևս ոչ թե քո խոսքերի համար ենք նրան հավատում, այլ որ մենք ինքներս լսեցինք ու գիտենք, որ ճշմարտապես նա է աշխարհի փրկիչը»։